Շարունակում ենք մեր ծրագիրը եւ եթե հունիսի 12-ին եւ 27-ին երեկոյան առանձնապես ոչ մի բան չունեք անելու, ապա առաջարկում հիանալի մի ներկայացում դիտել եւ թատրոն 8-ը ներկայացնում է Կրոտկայա ներկայացումը Ֆյոդոր Դոստոևսկու համանուն վիպակի հիման վրա։ Սա դասական տեքստի ժամանակակից թատերական մեկնաբանություն է, որը բացահայտում է մարդկային հոգեբանության խորը շերտերը եւ ուզում է իր գաղափարական եւ էմոցիոնալ լիցքերով։ Ներկայացման ռեժիսորը Վլադիմիր Տարասյանցն է, իսկ դերերում խաղում են Մխիթար Ավետիսյանն ու Ժաննա Հովակիմյանը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են դերասանուհի Ժաննա Հովակիմյանը եւ թատրոն 8-ի PR մենեջեր Էդիտա Սարգսյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, հրաշալի։ Ես գիտեմ, որ այսպես պարբերաբար շատ հետաքրքիր ներկայացումներ են հանդես գալի, այս անգամ Դոստոևսկու վիպակի հիման վրա։ Ինչ է սա, ինչպես, ոնց, երբ։ Այո, մենք հաճախ ենք մեր լուրերով միշտ հանդիպում, ես շատ ուրախ եմ դրա համար, ու ես հետո գնալուց միշտ ասում եմ, չէ, ես դեռ վերադառնալու եմ։ Անպայման դեռ։ Այո, սա այն վերադարձն է։ Այո, մի շատ հետաքրքիր աշխատանք է արել այս անգամ թատրոն 8-ը, եւս մեկ անգամ։ Եվ ես կուզենամ, որ շատ շատերը տեղեկացված լինեն ներկայացման մասին, որովհետև պիտի ասեմ, որ ներկայացումը պետք է դիտել միայն նաև նրա համար, որ կարծում եմ ու վստահ եմ, որ շատ է մարդկանց սրտին կպնելու, շատ։ Արդեն մենք ամսի 30-ին ունեցանք մեր պրեմիերան, մարդիկ այդպես եւ հուզված եւ ոգևորված դահլիճից գնացին, մեզ լավ բաներ մաղթեցին, որի համար ես շատ ուրախ եմ, բայց ես նաեւ որպես դերասանուհի պիտի ասեմ, որ ներկայացումը մի փոքր այսպես բացեմ, հա, ներկայացման մասին, ներկայացումը խոստովանություն է։ Մի մարդու ներքին մոնոլոգ, ով կանգնած է դժբախտության առաջ, կինը ինքնասպան է գործել եւ ինքնասպանություն է գործել եւ տղամարդը ամուսինը փորձում է բացահայտել, պարզել իր համար թե ինչու պատճառը, որովհետեւ ըստ իրեն կինը որևէ խնդիր չուներ ինքնասպանության։ Եվ մի գիշերվա ընթացքում, պատմության ընթացքում փորձում է հերոսը շերտ առ շերտ հիշել, վերհիշել իրենց անցած ուղին, ամուսինների անցած ուղին, իրենց ամբողջ կյանքը, որպեսզի պարզի գտնի այդ կետը, բաց թողումը, որն էր պատճառը։ Եվ այդ ընթացքում մարդիկ բախվում են էմոցիոնալ շատ այսպես շերտերի։ Եվ դա է հենց պատճառը, որ մարդու սրտին շատ է կպնում ներկայացումը։ Շատ լավ, ես համոզված եմ, որ այդ էմոցիոնալ դաշտը շատ կա այդ ամենի մեջ եւ հանդիսատես հենց այդ ամենը վերցնելով հեռանալու է այնտեղից։ Հիմա հասկանանք թատրոն 8-ը ինչպես են կալում այս ներկայացումը, ինչպես ենք փորձում, որովհետեւ դերասանները աշխատում են, իրենք ներկայացնում են արդեն բեմում այս ամենը, հա, այս աշխարհը։ Իսկ թատրոն 8-ը ինչպես է փորձում այս ամենը ճիշտ մատուցել հանդիսատեսին, որպեսզի հետաքրքրությունն էլ ավելի մեծանա եւ իհարկե գան եւ դիտեն ներկայացումը։ Հայաստանում կարելի ասել, այսպես ասենք, որ ներկայացումը եւ հայ եւ ռուս հանդիսատեսի համար է, քանի որ ներկայացման լեզուն ռուսերենն է, այսինքն մենք խաղում ենք բնագրով, ինչը էլ ավելի պատասխանատու է եւ ավելի դժվար, քանի որ մեր մայրենի լեզվով չենք խաղում, այլ հենց գրողի լեզվով, բայց ինչը նաեւ թույլ է տալիս տեքստը լրիվ մատուցել, քանի որ թարգմանություն ես անում, որոշ բաներ ամեն դեպքում կորում են։ Եվ մենք ուրախ ենք, որ եւ հայաստանցիները եւ հայերը եւ երկրի հյուրերը, ովքեր որ ռուսերեն լեզուն հասկանում են, կարող են գալ եւ լինել մեր հանդիսատեսը։ Մենք այսպես ենք ներկայացնում եւ կարծում ենք, որ անդրադառնում ենք մենք թատրոնի բեմում շատ հարցերի ժամանակակից, որ թվում է, որ այն գրողները, որոնց մենք անդրադառնում ենք, այն դրամատուրգները, որոնց մենք անդրադառնում ենք, դարեր առաջ են եղել կամ տասնամյակներ առաջ են եղել ու պետք է որ ինչ-որ բաներ անցած լիներ, բայց արի ու տես, որ առ այսօր այն խնդիրները, որ իրենք բարձրացան եւ մենք էլ այսօր նորից վերապրում ենք այդ ամենը բեմում, շարունակում են մնալ արդիական։ Եվ այդ պատճառով մենք ուզում ենք տեսնել հանդիսատեսին հատկապես երիտասարդ
երիտասարդ հանդիսատեսին, ովքեր այսպես ասած նոր են մտնում կյանք եւ դեռ շատ սխալներ այսպես ասած չեն գործել եւ կարող են շատ հետեւություններ անել մեր ներկայացումները նայելով, գան ու դիտեն ու հաստատ ինչ որ պահ իրենք կմտածեն իրենց կյանքի մասին ու այդ բեմում այդ խոսքերում հերոսների ապրած կյանքում նաեւ իրենց կգտնեն։ Հետաքրքիր է, ռուսական գրականության մեջ Դոստոևսկին բնականաբար ունի ուրույն տեղը, որովհետև նրա գործերը ինչքան կենցաղային են, այնքան էլ խորը հոգեբանական են, որովհետև հենց կենցաղի միջոցով է, հա, փորձել ներկայացնել այն խորը հոգեբանությունը, որը ունի այդ մեծ հարստությունը եւ ժառանգությունը ռուսական գրականության։ Ինձ շատ էր միշտ ինստիտուտի տարիներին ամենաշատը ես միշտ նախընտրել եմ հենց ռուսական գրականություն ընթերցել, Դոստոևսկի, Բուլգակովը ինձ համար ֆավորիտների ցանկում է, իսկ ինչու հենց այս գործին անդրադարձակ Ժաննա, ինչու հենց Դոստոևսկի, որովհետեւ ամեն դեպքում ինչքան էլ Դոստոևսկին պարզ է երևում, միևնույն ժամանակ ավելի բարդ է, որովհետեւ շերտերը շատ են։ Ես չի ասի, որ պարզ է երևում։ Դե առաջին հայացքից երբ որ կարդում ես կենցաղի մասին է, բայց այդ կենցաղի տակ շատ խորը իմաստներ կան։ Համաձայն եմ քեզ հետ, իրականում ընտրությունը Վլադիմիր Տարասյանցինն էր եւ առհասարակ վերջին շրջանում, ինչ որ մենք համագործակցում ենք միասին, հիմնական նյութերը ընտրվում է Վլադիմիրի կողմից եւ սա էլ իր ցանկությունն էր, մենք միայն պիտի այսպես ձեռքներս այսպես բարձրացրած ընդունեինք, որովհետեւ մենք նաև հասկանում էինք ինչ ճանապարհ պիտի անցնենք, բայց երբ որ դու գիտես ում հետ ես ճանապարհը անցնում, իհարկե որքան էլ որ վախենում ես, բայց միևնույն է ունես համարձակություն եւ այն ճանապարհը, որ ես եւ Մխիթարը միասին անցանք, դա փառահեղ մի ճանապարհ էր եւ դժվարություններով եւ ամեն ինչ որ հնարավոր է այդ ճանապարհի ընթացքում, հա, այդպես եւ վայելք կար ճանապարհի ընթացքում, որովհետեւ դու գործ ունես մարդկային հոգեբանության հետ եւ որպես դերասան, չէ՞ որ դա մեզ բավականին մոտ է եւ այն ճանապարհը, որ Վլադիմիրը մեզ տանում էր, այն շերտերը, որի միջով մենք անցնում էինք, մենք ինքներս մեզ էլ էինք ճանաչում եւ ես չեմ վախենա ասեմ, որ Դոստոևսկին ինքն իրենով բավականին ճակերտավոր կոպիտ հեղինակ է, որովհետև նա կարողանում է հստակ մարդուն ներկայացնել իր այն կողմերը, որ մարդն ուզում է թաքցնել, ուղղակիորեն, որովհետև դա շատ լավ կողմեր չեն ամեն դեպքում, մենք սիրում ենք, չէ՞, այդ մարդը ինքն իրենով սիրում է քողարկումներ անել, իրեն ավելի գեղեցիկ ներկայացնել եւ այլն, այսպես քողի տակ, բայց Դոստոևսկին մի րոպե, ստոպ, հիմա կխոսենք մարդու մասին եւ մարդու երկու հակառակ կողմն է ցույց տալիս, ինչպես որ մեդալն ունի երկու կողմ, այնպես էլ մարդն ունի երկու կողմ եւ երբ որ դու առնչվում ես նյութի հետ, դու հասկանում ես դա, ինքդ քո մեջ ես ունենում հարցեր տալու, բարձրացնելու եւ հենց դա է նաեւ պատճառը, որ մենք անընդհատ շեշտում ենք, որ հանդիսատեսը այո, պիտի գա, պիտի նայի, պիտի առնչվի այդ շերտերի հետ, պիտի գա նայի Մխիթար Ավետիսյանի հրաշալի խաղը, այն վերապրումը, որ նա այնտեղ կարողանում է այդպես մարմնավորել։ Իսկապես ես ազնիվ խոսքեր եմ ասում, թող գան նայեն ու իրենք էլ իրենց կարծիքը անգամ գրեն Facebook-յան մեր էջերում թատրոն 8-ի, ինչու ոչ, մենք սիրով կկարդանք, կպատասխանենք, այդպես։ Շատ լավ, իսկ որն է լինելու հաջորդ գործը, որովհետև Դոստոևսկի, եմրոսման դուք շատ բարձրից եք վերցրել, հետո ուր եք գնալու։ Այո, մենք ունենք շուտով եւս մի ներկայացման պրեմիերա, դա լինելու է հունիսի 19-ին, առաջնախաղն է լինելու Չեխովի առաջարկություն կատակերգությունն է եւ Չեխովի եւ իր կնոջ նամակագրությունը զուգահեռ, այդպես զուգահեռ իրենք այդպես այո Դոստոևսկին Չեխովով բալանսավորում ենք։ Դոստոևսկու ծանրությունը եւ Չեխովի թեթևությունը։ Ես կուզենամ որ դուք գաք նայեք։ Շատ Դոստոևսկի կնոջ եւ տղամարդու բախումը, հա, սա բախումը ասած շակերտավոր, այնինչ գրվել էր հատուկ հենց ռուսական կերպարը ընդգծելու համար, բայց համամարտկային է դարձել, իսկ ինչքանով եք այսօր տեսնում հայ տղամարդու եւ հայ կնոջը
Դաստայևսկու հենց այս գործին էր։ Ոչ չի ուզեն առանձնացնել։ Երբ որ մենք ունենք մարդկային էության, խոսքը մարդկային էության մասին է, երբ որ դու մարդկային հոգեբանության մասին ես խոսում, այստեղ չկա հայ ես, ռուս ես, ֆրանսիացի ես, իտալացի ես, ինչի մասին է խոսքը, կա մի հենք, մի արմատ, որը երբևէ դարեր շարունակ չի փոխվել ու չի փոխվելու։ Մենք կգնանք իրականում ես կարծում եմ մենք չենք ապրելու 150 տարի կարծում եմ, բայց եթե էլ անգամ ապրենք 200-ն էլ եթե այդպես անցնենք, միևնույն է մենք կգնանք, բայց Դաստայևսկին կմնա եւ իր նման գիգանտները կմնան եւ իրենց կանդրադառնան, հենց միայն փաստը նրանում, որ մարդը չի փոխվում։ Մենք անցած տարի 2024 թվականին ունեցանք եւս մեկ պրեմիերա Էդիպ արքան, Սոֆոկլեսի Էդիպ արքան եւ չի փոխվում մարդը, Աստված իմ չի փոխվում, ինչ ուզում ես արա։ Մարդը չի փոխվում, այո, ժամանակներն են ուղղակի փոխվում։ Իհարկե մենք ուղղակի պետք է գնանք, նայենք, վերանայենք մեզ, վերափոխենք, զարգանանք, ինքնակրթվենք։ Ես կասեի, որոշ խնդիրներ նույնիսկ ավելի խորանում են։ Օրինակ, խնդիրներից մեկը, որ Դաստայևսկու ներկայացում բարձրացնում է, այդ իրար հետ խոսել չկարողանալու խնդիրն է, որը տարիների հետ ավելի է խորանում։ Ավելի են թվում է մարդիկ ավելի են իրարից հեռվանում, ավելի են ամեն մեկը փակում իրենց մեջ ավելի անհանդուրժող են դառնում, ավելի չեն կարողանում միմյանց հասկանալ։ Ես կասեի իրար չլսելու։ Իրար չլսելու, այ հենց հետո շրջում ես մտածում, բայց ի՞նչն էր խնդիրը, ինչ եղավ, ամեն ինչ նորմալ էր, բայց իրականում ոնց որ մեր հերոսն է ասում, բայց ամեն ինչ նորմալ էր, ինչ եղավ այդ կնոջը, նույնիսկ հետո չենք հասկանում, թե ինչ եղավ մեր հարաբերությունների հետ, ինչու այսպես դասավորվեց, այնպես որ կարծում եմ շատ արդիական, շատ ակտուալ է ու մարդիկ իրենք կգտնեն այդ ներկայացման մեջ իրենց հայ, ռուս, չգիտեմ այլ ազգեր կապ չունի։ Եվ մի լրացում էլ անեմ, մենք ունենք, չէ, մենք մարդիկս, այսպես ասեմ, ունենք այսպիսի մի կարծրատիպ մեր մեջ։ Այս պահին չանենք, թողնենք կամ զբաղվենք մեկ այլ գործով, որովհետև թողնում ենք դա վաղը լավ կլինի։ Այո, հետոյի, հա, հիմա կարևոր չի, ուշադրություն մի դարձրու դրան, անցնում ես վրայով, անցնում ես քանի անգամ, շերտեր այդպես, հավաքվում, հետո վերջում մեկ էլ, երբ որ շուռ ես գալիս, տեսնում ես ինչքան բան կորցրեցիր, բայց այդ ժամանակ ասում էիր վաղը լավ կլինի, հիմա ուրիշ գործով զբաղվեմ։ Շատ լավ, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, որովհետև ես գիտեմ, որ թատրոն 8-ը այն տեսակն ունի, որ երբեք հանգիստ չի նստում, միշտ անընդհատ փորձում ինչ-որ նոր բաներ անել, եւ եթե ասում եմ ձեր ձեռքը հասել է Դաստայևսկուն, սա շատ կարևոր քայլ է, այնպես որ մաղթում եմ հաջողություն, վստահ եմ հիանալի ամեն ինչ ստացվել, փորձեմ անպայման կամ 12-ին կամ 27-ին ես հրավիրում եմ դիտել ներկայացումը, հիշեցնեմ թատրոն 8 Կրոտկը Ֆյոդոր Դաստայևսկու վիպակի հիման վրա անպայման հունիսի 12-ին եւ 27-ին Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացվելու այս ներկայացումը անպայման գնացեք Ժաննա Հովակիմյանի եւ Մխիթար Ավետիսյանի դերակատարմամբ եւ ձեզ ուզում եմ նվիրել բացիկներ որոնք ձեզ կտան այդ տրամադրությունն ու էմոցիաները համոզված են որ քանի որ հանդիսատեսը ներկայացումից հեռանալու է էմոցիոնալ դաշտլի ուզում եմ դուք էլ մեր եթերից հեռանալուց ձեր էմոցիոնալ դաշտլի լինի արև բացիկներ էմոցիաներ փոխանցելու համար այստեղ հայտնի երգերից ֆրազներ են մեկը հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որպես կյանքից չքնախ երազ արեգակին պետք է հերվիսնել կայրի եթե շատ մոտենաս վիրեք ձեզ հարազատ մարդուն մյուսը միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար Նունե Եսայան Արսեն Գրիգորյան Դու հիմա իմ սիրելի բացիկներն ես տալիս, ես այսպիսի մի բացիկ եւս մեկ անգամ ստացել եմ Լիլիթի կողմից, քո կնոջ ներկայացումից հետո, այնպես որ ես շատ ողջավորված եմ այս բացիկներով, շատ սիրում եմ իրենց, ապրեք, շատ լավ բան եք անում։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություններ, ինչպես ասում են, նի պուխը նի պիրա, սբոգը։ Եվ այս պահին կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք, կգնանք խոհանոց, որպեսզի պարզենք, թե Ադրինեն ինչ փուլում է հասել արդեն։